1.5 տարի է ակնաբույժ Ժանին Սրուրյանի ճանապարհը նույնն է, ամեն առավոտ ուղևորվում է դեպի Տերյան 105։ Օֆիսից կողքը 7 անգամ հրթիռ ընկավ եւ հրաշքով ես կարողացա ազատվել։ Դրանից հետո հիվանդանոցը, որ աշխատում է 3 անգամ, դանս կողքը 3 անգամ։ Որոշում արեցի արդեն ես պետք է դուրս գամ աշխատեմ, քանի որ մեր ունեցվածքը լրիվ թալանեցին։ Ասեն աշխատող մեկը չի գար ինձանից զատ, որ ես ալ մի բան լիներ մահանայի, արդեն լրիվ ընտանիքը պիտի դժվեր։ Մասնագիտության ընտրությունը պատահական չէր, ամեն ինչ նախապես էր ծրագրել։ Շատ սիրում էի իմ աշխատանքս ունենամ, անկախ լինեմ, մի քիչ տարբեր էի, դրա համար ամենահարմարը, որ կարողանամ աշխատել, Սիրիա ուրիշ մասնագիտությամբ չէին թողնել ինձ աշխատեմ, միայն բժիշկ։ Անկախություն փնտրող երիտասարդ աղջնակը բարձրակարգ, պրոֆեսիոնալ ու պահանջված ակնաբույժ դարձավ։ Ես բժշկություն այստեղ սովորեցի, բայց մասնագիտությունը գնացի Հալեբ, հետո Դամասկոս, Ամերիկա, վերջում Հնդկաստան։ Բայց ընդհանուր բժշկական ինստիտուտը այստեղ ավարտել եմ։ Էլի այդ վատ տարիները։ Թեև մութ ու ցուրտ 90-ականներն էին, Ժանինը սիրեց Հայաստանը։ Հայրենիքում կլինիկա բացելու միտքը նրան հանգիստ չէր տալիս։ Հալեբ շատ լավ պրակտիկա ունեի եւ աշխատում էի պետական եւ անձնական։ Պետական հիվանդանոցի մեջ 18 տարվա աշխատանք ունեի, ամբիոնի վարիչնի ցանցաթաղանթի, Aleppo Specialty Eye Hospital-ներ եւ ուսման ծրագիրը պատասխանատուն ես էի, 42 կլինորդինատոր ունեի, լրիվ ուսման ծրագիրը ես էի անում, պլյուս այդ national պրոգրամները մասնակցում էի, մենք ծրագիր ունեինք մինչեւ 2020 Սուրիո մեջ գրություն պիտի վերացվի։ Եվ շատ լավ գնում էինք առաջ այդ հարցերով դպրոցների լրիվ հետազոտել պատերազմ։ Ստիպված էր թողնել 18 տարվա հիվանդներին ու լքել երկիրը։ Ես 2015-ի դեկտեմբերին եկա, ամեն ինչ դասավորեցի, գնացի 1 ամիս Սիրիա, հրաժարականս տվեցի պետական աշխատանքին, քանի որ թույլ չէին տալիս որ դուրս գամ, քանի որ բժիշկների կարիք կար շատ։ Կարամասեր հրաշքի ցևով այդ թղթերս ստացվեց։ Թղթերը վերջացնելուց հետո եկա փետրվար 13 2016, փետրվար 14-ին արդեն աշխատում եմ։ Երբ եկավ հայրենիք, գիտեր, թե առաջինն ովքեր են լինելու իր այցելուները։ Իմ սիրիահայ բոլոր հիվանդների արխիվները հետս բերեցի։ Քանի որ գիտեմ մեծամասամբ այստեղ են։ Եվ դա իրենց համար ավելի հեշտ է։ Այստեղ ամեն ինչ մի տեղ է, պետք չկա վազվզել այստեղ այնտեղ։ Բժշկուհի Սրուրյանը ոչ միայն արխիվները, այլև իր կլինիկայի բժշկական սարքերը տեղափոխեց Հայաստան։ Դժվարությամբ, բայց բոլորը տեղ հասան։ Այսի յակ լեզերն է, սրանով բուժում եմ գլոկոման, լեզերով առանց վիրահատությամբ, եւ բացի դրանից երկրորդային կատարակտ։ Երկրորդային կատարակտ նկատի ունեմ, ասենք որ օպերացիային հետո լինզային հետևը ինչ-որ մաշկ կա, թաղանթ կա, կարող է թաղանթը էլի գեղդոտ լինի, ասում ենք երկրորդային 3 րոպե է սարքով կարամ էսպերի մաքրել, ունենք դեսաթաշտը, այսի հատկապես գլոկոմայի հիվանդների մոտ, ունենք ֆանտաս կամերա աչքի հատակը նկարելու համար, կարողանում եմ աչքի հատակը նկարել քույնավոր եւ կոնտրաստով եւ աչքի անտերիոր սեգմենտը կարամ նկարել։ Այստեղ ռեֆրակցիայի սենյակն է, հիմնական ունենք օտորեֆրակտոմետրը, որոշում եմ ռեֆրակցիայի չափսերը, ունեմ ֆորոպտեր manual-ը, սրանը կանտե հին ժամանակվորից ակնոցներ տնենք, վերցնենք, այսի բոլոր լինզաները տրված է սարքի վրա, պրոժեկտորը, որ տեսողությունը ստուգեմ եւ ինդայրեկտ օֆթալմոսկոպ աչքի հատակը ստուգելու համար։ Այստեղ հիմնական հետազոտման սենյակն է, սլիթ լամպը ունեմ, սրանով որ ստուգում եմ աչքի անտերիոր սեգմենտը, հատակը եւ նաեւ ջնջման սարք ունեմ ապլանեշնը, որ շատ ճշգրիտ տալիս է։ Իր փոքրիկ կլինիկայում բժշկուհին ամեն ինչ է հաշվարկել, ոչ միայն արդիական բժշկական սարքավորումներով է այն համալրել, այլև տեղավորել է մեծ ու փոքր վիրահատարանները։ Ես subspecialty ունեմ, ոչ թե medical retina եմ, այլ vitreoretinal surgeon եմ, այսինքն անում եմ այդ ցանցատաղանթի հետ կապված օպերացիաներն։ Մինչև Սիրիա շատ քիչ էր, ես միակ աղջիկն էի, որ անում էի։ Միակն էր ու ամենահամարձակը։ Ես 2 տարի անվճար աշխատեցի զորքի եւ պատերազմի դժվարների համար, որպես պարտականություն։ Եվ շատ էին քննադում, որպես հայ։ Փանագի դողոց այդ բեգորները ես էի վերցնում, քանի որ մասնակցել աչքի մեջի բեգորները։ Ասենք եթե գնամ մի շաբաթով, այլ եթե պետք լինի, անվճար միշտ պատրաստ եմ։ Կարամ իրենց ասել, եթե մի բանի կարիք ունեն, խնդիր չի գա, կարամ աշխատել։
Ամբողջ կյանքում ապրել է Սիրիայում Հայաստանի կարոտով, իսկ հիմա Սիրիայի։ Դե քախնիկ մգա, այդտեղ ալ ինչ որ մի բան գա քեզ ցկում է։ Քախնիկ մգա, ես չէի իմանում որ Սիրիայից ասկան սիրում եմ։ Նախքան պատերազմը։ Ասենք ես մամայիս մահեն հետո չէի լացած, բայց Սիրիայի համար շատ լացեցի։ Բժշկուհի Ժանինը երեկոյան ժամը 5-ից դառնում է արվեստասեր քաղաքացի, որը բաց չի թողնում եւ ոչ մի մշակութային միջոցառում՝ օպերա, թատրոն, կինոթատրոն։ Չեմ կարա բոկվել նման Սուրիային, աբերախտություն կլինի, կարող ինձ շատ լավ են ընդունել։ Հայաստանն ալ իմն է, ասենք որ ճանապարհը փողոցը քալու են, իմ լեզուս խոսում են, մեր մշակույթը, մեր սովորությունը, գրոնքը, եկեղեցին, մյուզիկը, էլի ինձ պատկանի։ Խնդիրը այդ ցեղասպանությունն է, որ մեզի այս երկու ցիրկի մեջ դրավ։ Հարևաններն ու ազգականները միշտ կողքին են։ Բնակարանում մենակ է ապրում, բայց հայրենիքում իրեն մենակ չի զգում։ Դունես ամենառաջ Արարատ եւ Մասիսն է, ոնց որ շարժվեմ, ադի արդեն հրաշալի բան է։ Եթե ես հոգեպես հանգիստ չլինեմ այդ երկիրի մեջ, ես ոչ մի բան չի կարա կապել։ Ես փողի համար չի իմացար։ Դե փոքր հացով մարդ կարա հագենալ, հագված կդալ այդքան բան։ Կարևորը հանգիստ լինես, հոգեպես հանգիստ լինես, ուրախ լինես, ապահովությունը շատ հրաշալի ապահով երկիր է։ Մերն է։ Էդա